Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ ծնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։ Բարի գալուստ նոր հարկերով, տուրքերով, պարտքերով 2026 թվական առողջ եղեք։ Մանավանդ, որ այսուհետ պարուրված ենք առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգով եւ մինչեւ 18 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ 65 տարեկանից բարձր տարիք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այս համակարգում են, իսկ այն հատվածը, որոնք դեռ այս համակարգում չեն, պետք է գործեն այս երկու տիրույթում գտնվող անձանց համար։ Խութեր միշտ կան։ Այո։ Բայց փորձենք ողջել մեր հարգարժան բանախոսների հետ բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Երրորդ հանրապետության առողջապահության առաջին նախարար պարոն Միհրան Նազարեթյանն է մեր հյուրը եւ Երևանի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության եւ առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ պրոֆեսոր պարոն Արտաշես Թադևոսյանը, տնտեսագետ Սերգեյ Խաչատրյանը եւ Անուշ Պողոսյանը առողջապահության իրավունք իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահը։ Եվ նախ հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք 2026 թվականի հունվարի 1-ից սկսած, ինչ համակարգ է ներդրվում եւ ինչ են մեզնից ուզում, պարոն Թադևոսյան։ Ну, ներադրվում շատ վաղուց սպասված, ես կասեի շատ ուշացած համակարգ, որը երևի միակ փրկությունն է այսօրվա դրությամբ, առողջապահությունը միայն պետական ֆինանսավորման հաշվին չի կարողանում գոյատևել, բժշկությունը շատ թանկ է եւ ավելի թանկանում է եւ հույս դնել միայն ուրեմն բյուջետային սուղ միջոցներին եւ առավել եւս բնակչության այսպես ասած գրպանից վճարների հնարավոր չի։ Պետք է մի ուրիշ համակարգ, սոցիալական արդար ավելի համակարգ, որը ամբողջ աշխարհում ունի այդ տեսքը, որը կոչվում է պարտադիր բժշկական ապահովագրություն կամ սոցիալական բժշկական ապահովագրություն։ Այստեղ խնդիրը նրանում է, որ ինքը գաղափարը շատ լավն է եւ միակն է, բայց ինչպես գաղափարներ չեն լինում։ Այո, բայց ինչպես կիրականացվի, ինչ մակարդակով, ինչ խորությամբ, ինչ ծածկույթով։ Դա ամենամեծ մտահոգությունն է, որը իմ մոտ եղել է, սա քննարկվել է շատ ոչ պաշտոնական երկար բավական, ես մարդկանց հետ եմ քննարկել, որոնք նաև մշակմանն են մասնակցել ժամանակին, այն գաղափարները, այն սպասումները, որ իրանք ունեցել են մշակելուց, եղել են շատ, ասենց ասեմ, բավարար, շատ գիտականորեն հիմնավորված եւ տնտեսագիտորեն, բայց մարդակենտրոն, բայց հարցը մնում է եմ կրկնում նրան, թե ինչքանով դա կիրականացվի։ Ինչքանով դա կիրականացվի, Տիկին Պողոսյան։ Դուք ինչ կարծիք ունեք այս մասին։ Ուրեմն սկսեմ մարդակենտրոնից եւ սոցիալական ծրագիր, իհարկե Հայաստանի Հանրապետությունում ի տարբերություն բոլոր այն երկրների, որտեղ արդեն իսկ վաղուց ներդրված է ապահովագրությունը, չի գործում սոցիալական հավասարության մեթոդը, այսինքն սա սոցիալական ծրագիր չէ։ Հայաստանի Հանրապետությունում աղքատները վճարելու են հարուստների առողջապահության համար, սա պետք է ֆիքսել։ Երկրորդ խնդիրը, որ չենք քննարկում ապահովագրության կարևորությունը բժշկագիտության զարգացման, սոցիալական խնդիրների լավացման հետ կապված, բայց այս օրենքը, որը որ վերջի 3 տարում երրորդն էր, որը շրջանառվեց եւ շատ արագ, այսպես անպատրաստից ընդունվեց, այս օրենքը ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց մեր քաղաքացիները առնչվելու են, սակայն այդ խնդիրների համար նաև նրանք վճարելու են 395,200
եւ ավել աշխատավարձ ստացող քաղաքացիներ վճարելու են 129.800 դրամ, այսինքն 51 միլիարդ գումար են վճարելու այն առողջապահության ապահովագրության համար, որը մեկ խոսքով պետք է կոչել այսպես էկոնոմ ռեժիմով առողջապահություն։ Ինչու, որովհետև օրենքը ընդունվելուց հետո հրապարակվեց փաթեթները, որովհետև մինչև այդ գաղտնի էր բարվում, չէր հրապարակվում փաթեթները, եւ փաթեթները հրապարակվելուց հետո 1-2 օր անցնելուց հետո օրենքը ընդունելուց նոր հրապարակվեցին իդրաֆտ համակարգում այս փաթեթները եւ այդ փաթեթներում մենք տեսնում ենք սահմանափակ առողջապահություն, ավելի քիչ ծառայություններով, քան առաջարկվում էր պետպատվերի դեպքում եւ մեծ խնդիրների առաջացում ենք ունենալու, օրինակ, շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնության ծավալի հետ կապված, օրինակ, հանել են 34 խումբ հատուկ վտանգավոր ինֆեկցիաները, թողել են 9 խումբ, որը որ պետական պատվերի շրջանակներում այլևս պետք է սպասարկվի, այսինքն քիչ-քիչ պետությունը ասում է, որ մենք լվանում ենք մեր ձեռքերը կարևոր հանրային առողջապահական խնդիրների լուծման դեպքում եւ արդյունքում մենք ունենալու ենք խնդրեմ բժիշկ-բուժառու հարաբերություններում, բուժառուները ուզելու են իրենց անվճար ապահովագրությունը, կարմիր գծով օրենքում գնում է, որ բուժառուները պետք է հավելավճարներ մուծեն, բավականին մեծ են այդ հավելավճարները, այսինքն բուժառուի կյանքում ոչինչ չի փոխվելու, գնալու է հիվանդանոց, էլի գրպանից ծախսեր է անելու։ Ինչ են ասում տնտեսական հաշվարկները։ Տեսեք, ես կիսում եմ այն կարծիքը, որ ապահովագրությունը ուշացած է, եթե իրականում ինքը իր ձևով, բնույթով ծառայություններ մատուցում ստանանք, սակայն այդ ձևաչափով որ ներդրվել, ինքը ավելի շատ հավասար է նոր հարկի, նոր հարկային բեռի, որովհետև վստահություն համակարգի նկատմամբ արդեն իսկ չկա, դա խոսում է այն մասին, որ օրենքում ընթերցում ենք գոյություն ուներ մի շարք բացթողումներ, մարդու իրավունքների խախտումներ, քիչ հետո կանդրադառնամ ինչի մասին է խոսքը, եւ ես ինքս որպես շահառու կարդալով օրենքը փորձում եմ հասկանալ, թե ինչպիսի ծառայությունների ցանկ գոյություն ունեն, ինչպիսի հիմնադրամ կա եւ որտեղից կարող եմ օգտվել, թե ինչ պայմանագրեր են կնքել այս պահին եւ այդ ցանկը դեռևս հասանելի չէ մեզ համար։ Բացի այդ, տեսեք, օրենքը հնարավորություն պետք է տային ողջամիտ ժամկետում ուժի մեջ մտնել եւ քննարկումներ կատարել մասնագետների կողմից, ի հայտ բերեին խնդիրները։ Այստեղ մենք երկու օրենքների խախտում ենք կատարում, նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով ունենք հստակ, որ նոր նորմատիվ իրավական ակտի սահմանումը պետք է ուժի մեջ մտնի ողջամիտ ժամկետում եւ դրան հակադարձում որևիցե պատասխան չենք ստացել, թե ինչի է այս օրենքը ընդունվել դեկտեմբեր ամսվա երկրորդ կեսին եւ մի քանի օր հետո ուժի մեջ մտել։ Նույնիսկ կան դրույթներ, որոնք որ հետադարձ են եղել։ Եվ մյուս հարկային օրենսգրքում մենք ունենք հստակ սահմանված, որ նոր հարկի վճարի սահմանումը ընդունումից հետո պետք է ուժի մեջ մտնել առնվազն 7 ամիս հետո։ Այսինքն իրավական տեսանկյունից ողջամտությունը չի պահպանվել եւ եթե մի կողմ դնենք եւ շրջանցենք այս օրենքների նորմերը, իր հերթին մեզ մասնագետներից հնարավորություն պետք է տրվի ընթերցել օրենքը, ի հայտ բերել բոլոր խնդիրները, քննարկել։ Արդեն իսկ մենք մի քանի անգամ օրենքներ ընթերցելով մի շարք բացթողումներ կան եւ տեսեք սահմանափակումներ կան, որոնք որ ես վստահ եմ շատերը տեղեկացված չեն։ Օրինակ հաշվետվությունները ճշգրտելու առումով հնարավորություն չի տրվում երկրորդ անգամ ճշտումով ֆիզիկական անձանց շահառուներին ազատել ապահովագրական վճարի պարտավորությունից։ Ենթադրենք, հա, մասնագետը տեղեկացված չի եւ սխալմամբ հաշվետվություն է ուղարկել, նշելով 200,000-ից ավել աշխատավարձ կամ անհատ ձեռնարկատեր նոտարի համար ավելի շատ շրջանառություն է արտացոլել իր սխալմամբ եւ ստացվում է որ երկրորդ անգամ ճշտելու հնարավորություն չկա եւ այդ անձը պետք է ամբողջ տարվա ընթացքում հաջորդ 12 ամսվա ընթացքում ստիպված երրորդ անձի կատարած սխալի արդյունքում 12 ամիս ստիպված դառնա շահառու։ Նմանատիպ բացթողումները շատ են։ Ուստի այս օրենքի այս ոչ ողջամիտ ժամկետի մեջ մտնելը իր հետ բերելու է մեծ խնդիրների։ Բայց դրա քաղաքական բացատրությունն այն չէ, որ
2025 թվականի սկզբին էին ուզում, որպեսզի առողջապահության պարտադիր ապահովագրումը ներդրվի, չհասցրեցին, ստացան մեղադրանքներ, որ խոստանում եք, որ լինելու է չեղավ եւ որոշեցին շատ արագ դեկտեմբերի կեսից մինչև հունվարի 1-ը այս ամենը կարգի բերել։ Որ տեսեք արեցինք, հա։ Տեսեք, օրենքի առաջի ընթերցումը ուներ այլ տեսք, երկրորդ ընթերցումը ուներ լրիվ այլ տեսք։ Այսինքն օրինակ սահմանված ժամկետներ կար, որ հիմնադրամը պետք է հրապարակեր ծախսերի հետ կապված ուղղությունները առնվազն 3 ամիս առաջ, առաջին ընթերցման մեջ, երկրորդով արդեն 1 ամիս առաջ, կամ օրինակ նախորդ տարվա նոյեմբերի 15-ին պետք է հրապարակվի հիմնադրամի կայքում, հա, թե ինչպիսի բուժհաստատություններ դեն պայմանագրեր կնքել եւ չկա դեռևս նոյեմբերի 15-ից մենք չունենք այդ տվյալները, որովհետեւ օրենքը ուժի մեջ է մտել դեկտեմբերի կեսին։ Բնականաբար օրենքը ինչքան էլ մշակվել է, վերջի երկրորդ ընթերցմամբ է ուժի մեջ մտել, որ էապես փոփոխություններ է կրել եւ հնարավորություն չի տրվել թե մասնագետերին, թե շահառուներին խորապես ծանոթանալու խնդիրներին։ Շատ լավ։ Պարոն Նազարեթյան, լսում ենք ձեզ։ Լսում եմ շատ էր։ Ինչու է այս խառնաշփոթը։ Գիտեք ինչ, եթե կարդացել եք գրականություն, խառնաշփոթը սկսվում է մեր ուղեղներից։ Խառնաշփոթը մեր ուղեղների մեջ է։ Որ ազատվենք մենք այդ խառնաշփոթից, մենք պետք է ավելի լավ տեղեկացված լինենք։ Այստեղ կարծում եմ, որ իրոք խնդիր կա, որ ավելի լավ տեղեկացվեն մարդիկ բոլորը եւ թե բժիշկները, թե անձնակազմը, բժշկական, ընդհանրապես բուժառուները եւ այլն։ Այդ մոմենտը իհարկե դեռ այդքան լավ չի երևում, մարդիկ տեղյակ չեն։ Արդեն խոսակցությունից ես զգում եմ, գուշակում եմ, որ այնքան էլ լավ չեն տեղեկացված, այս մեկ, երկրորդը։ Ես չեմ ուզում մտնեմ ունենալով այստեղ մարդիկ, ովքեր որ իրավունքով են զբաղվում, այդ հարցի մեջ չեմ ուզում մտնեմ։ Ես ուրիշ բան ասեմ, որը որ կարևոր է։ Պատկերացրեք, որ լաստանավը դուրս է գալիս ծով եւ լաստանավում կա 1000 մարդ, որ ուզում է տեղափոխվի Կարիբյան կղզիներ ման գալու։ Լաստանավը ունի 500 հոգի, մոտավորապես ասենք թե իրանց անձնակազմը եւ նավապետը 1500 հոգի։ Այդ լաստանավը անպայման պետք է ունենա բաճկոններ, ոչ 800 հատ, ոչ 1000 հատ, այլ 1500 հատ բաճկոն, որ այդ ճամփորդությունը իրանց համար լինի անվտանգ եւ նրանք հասնեն այնտեղը, որտեղ որ ուզում են անցնեն, ուզում են հասնեն։ Սա կարևոր հանգամանք է եւ բոլորը կիսվում են այդ լաստանավի վրա մարդիկ այդ գաղափարի մեջ։ Երկրորդը այդ լաստանավում կարող են հանդես գալ մարդիկ, ովքեր որ այդ լաստանավ անցել են առանց տոմսի, գրանցված չեն, ռուսերեն դա կոչվում է զայչիկ, անգլերեն կոչվում է easy rider։ Easy rider-ը դա նայա, որը որ ուրիշի հաշվին ուզում է ճանապարհորդի։ Այ իրանք են։ Այս են մարդիկ են, որոնք որ չունենալով այդ բանը, հետեւաբար չեն կարող ունենալ եւ այդ բաճկոնները։ Այս կարևոր հարց է։ Ինչ պետք է անենք դրանց հետ։ Եվ վերջինը կան մարդիկ, մեկը ես, հետո դուք միգուցե կամ միգուցե եւ դուք, ովքեր արդեն ունեն մասնավոր ապահովագրական ծրագիր, ճիշտ է։ Ոնց որ ես ունեմ։ Մարդկանց պետք է տեղեկացնենք, թե ինչ պետք է իրենք անեն կամ ինչ կարող են իրենք անել, որ ստեղ ձեր ասած այդ խառնաշփոթը որ կա, մեջտեղից դուրս գա։ Սա շատ պարզ լուծում կա։ Շատ պարզ։ Որն է։ Այդ լաստանավի վրա եղած մարդիկ, ովքեր այդ բաճկոններն են հագել, մի քանիսը կլինեն, որ կասեն, գիտեք ինչ կա, կապված իրանց միգուցե քաշի հետ, գերեն, հոգեկան վիճակի հետ վախում են, անվստահության հետ, ինչ որ ստեղ ասվեց, անվստահություն կա։ Այդ անվստահության հետ կապված կարող են ասել, գիտեք ինչ կա, մեզ չի բավարարում սա, մենք ուզում ենք մի հատ էլ անվտանգության գոտի, եթե գիտեք, պետք է ունենանք, կապենք, որ մենք կարողանանք ավելի վստահ լինել այդ ամեն ինչում եւ մեր ճանապարհը անցկացնել։ Կարող են իրենք անել, իհարկե կարող են։ Դա ուղղակի բերում մեզ ինչի, որ այն մարդիկ, ովքեր այսինքն Հայաստանի ամբողջ բնակչությունը ծածկում է այս ապահովագրական ծրագրով, չեն կորցնում հնարավորությունը օգտվելու մասնավոր վճարովի բժշկական ապահովագրության ծրագրերից։ Դա շատ լավ է։ Գերազանց է։
Ստեղ մի հատ գաղափար կա, որը որ դա մասնագիտական է, բայց ես շատ պարզ բացատրեմ, որ իմանաք ինչ է։ Ինչ է ապահովագրությունը։ Առողջապահության ապահովագրումը ռիսկերը։ Մենք ռիսկն ենք ապահովագրում։ Ոչ հիվանդությունը, ոչ հիվանդատությունը, որը որ մեկ տարվա մեջ բոլոր առաջնակի հիվանդներն են։ Ոչ հիվանդանելիությունը, այսինքն ամբողջ հիվանդների թիվը։ Նա ապահովագրում է ռիսկը։ Եվ այդ ռիսկը, երբ որ մեծ գումար է, բաժանվում է ամբողջ բնակչության վրա, եւ ամբողջ բնակչությունը ստանում է այն ապահովումը, որը որ տրանով ինչքանով որ հավաքված է այդ գումարը։ Հիմա այսպես է, այդ ռիսկերը, տեսեք, 3 միլիոն բնակիչ է։ 3 միլիոն բնակիչը մի տարվա մեջ 3 միլիոն չեն հիվանդանում։ Մենք ունենք, ես թիվը կարող եմ ասեմ, թե ինչքան մարդ է հիվանդանում եւ ինչքան մարդ է, բանի 425,000 մարդ տարեկան դիմում է հիվանդանոցային բուժման։ Միանգամից բոլորը չեն հիվանդանում։ Հետևաբար այն մարդիկ, որոնք առողջ են, տեսականորեն եւ գործնականորեն վճարում են նրանց համար, ովքեր որ հիվանդ են։ Այն մարդիկ, որ չկավոր են, ինչպես ասվեց այստեղ, որոնց մենք գիտենք մինիմալ աշխատավարձը 75,000 է Հայաստանում։ Նրանք ծածկվում են նրանցով, ովքեր որ կարողանում են դա անել։ Այսինքն այստեղ ստեղծում է ապահովագրության հիմնական կանոններից մեկը համերաշխությունը, սոցիալական համերաշխությունը, որ ապահովում է նմանատիպ ծրագրերով, դա ամբողջ աշխարհում է։ Դուք ինքներդ նշեցիք, որ Լաստանավում կան մարդիկ, բայց չկան բաճկոններ։ Այո, պակասում են։ Ոչ թե չկան։ Եթե Լաստանավում մենք գիտենք 1000 մարդ է գնալու, այդ նավը պետք է ունենա արդեն 1000 անպայման։ Այսինքն մենք եթե ապահովագրում ենք, մենք պետք է հասկանանք, որ ապահովագրում ենք 3 միլիոն բնակչություն։ Տիտանիկում էլ պետք է լիներ, բայց չկար։ Հիմա բայց կան մարդիկ, հիմա առաջ եմ գնում։ Կան մարդիկ, ովքեր որ 18-ից 65 տարեկան հասակում են, իրանք չունեն որևէ խնդիր առողջական, այրանք գործունյա են, կարող են աշխատել, բայց չեն աշխատում։ Հիմա սրանց վիճակը ոնց է լինելու։ Մարդը մինչև 65 տարեկան է, կարող է աշխատել, բայց չի աշխատում, եւ հետեւաբար չի կարող վճարումներ անել, ճիշտ է։ Լուծում կա։ Սրանց առաջարկում ենք, ընկեր ջան, դուք պետք է անեք այսպես, որ նստեցիք այդ նավը, արժեքը 1 տարվա 129,600 դրամ, ոչ թե 800, այլ 600 դրամը։ Վճարեք Լաստանավի վրա այդ 129,600 դրամը եւ ստացեք այն բաճկոնը, որ դուք ուզում եք։ Հետեւաբար այն նստելուց դի չնստեք դուք, արդեն չեք կարող նստել։ Հա, բայց նա չի աշխատում։ Ես էլ եմ ասում, նա գործունյա է, կարակ բացատրեք, ինքը ինվալիդ չի, հաշվանդամ չի, ինքը հիվանդ չի, ինքը խնդիր չունի, ինքը պարզապես չի աշխատում։ Լավ, մեխանիզմը ինչպես են։ Ոչ բոլորն են, որ կարողանում են աշխատել։ Ոչ թե չէ, պետությունը չի ապահովում այդքան աշխատատեղ։ Լսեք, մի րոպե ինչ եմ ասում։ Եթե դուք աշխատունակ եք, աշխատատեղերը լիքն են, շատ են։ Պարզապես եթե դուք չեք աշխատում, դուք պարզա չեք կարող վճարել, դա պարզ բան է։ Բայց ո՞նց անենք, որ այդ մարդիկ դուրս չմնան, որ դուրս չմնան, ես այդ եմ ասում։ Ես ձեր ասածը հասկանում եմ, բայց կան չէ մարդիկ, որոնք օրինակ չեն կարողանում գտնել աշխատանք։ Այնպես չի, որ ոչ միայն չեն գտնում աշխատանք։ Այդ արդեն հասկանալի է, որ չեն կարողանում։ Դա պետական մեծ խնդիր է, սոցիալական խնդիր է կամ ինչ խնդիր է, բայց ես ասում եմ փաստ է։ Եթե մենք խոսում ենք առողջապահության ապահովագրում, Չերչիլին վերաբերվում է sense բան, որ դեմոկրատիան ամենալավ բանը չի իհարկե աշխարհում, բայց դրանից ավելի լավ բան չկա։ Հիմա այստեղ նստած եք, առաջարկեք։ Ուրեմն տեսեք, մենք այդ ալինելու հնարավորությունը դա է։ Ու մի բան ասեմ։ Ինոր լսում եմ, հապճեպ վերացրեք ձեր լեքսիկոնից այդ բառը։ Առողջապահության ապահովագրման ծրագրերի մասին 90 թվականից խոսել ենք, առողջապահության նախարարների թիվը 90 թվականից եղել է 12 հոգի։ Իսկ Նավանդեսյանը կարծեմ 13-րդն է։ Բոլորի ժամանակ այդ պատրաստվել է, հասունացել է, այդ պտուղը հասունացել է արդեն։ Եվ հիմա պահնա որ դա հետաձգենք, ես դեմ եմ։ Այդքան բան, սա պետք է դժվարությունները շատ են։ Առողջապահության ապահովագրումը ինչ որ միտեղ շատ նման է Տրոայեդզին։ Տրոայեդզին ունի իր օպոնենտներին, չեն ուզում մտնի, ունի պրոպոնենտներին, որ դռները բաց են անում, որ պետք է մտնի, բայց Տրոայեդզին մեջը ունի իր խնդիրները։
Այդ են մարդիկ են որ գրավեցին։ Այդ մեջի խնդիրները այսօր Արդյունքում Տրոյան փլուզվեց։ Արդյունքում Տրոյայի օրինակը Այ որը չփլուզվի, մենք լավ դիմանանք միջում այդ մեջի եղած խնդիրները։ Բայց եկեք հստակեցնենք, մենք չենք ասում եկեք չանենք եւ առաջարկում ենք լավ բան։ Մենք ասում ենք ինչպես է գործելու այդ լավ բանը։ Ես փորձում ենք պարոն Խաչատրյանի։ Նախ ես ձեր հետ համաձայն եմ, որ տեղեկատվության խնդիր կա, իրազեկման խնդիր կա, հենց այդ գլխավոր խնդիրը, որ նույնիսկ մասնագետների մոտ ու մնաց այն անձանցով, ովքեր որ օրենքին մոտ կանգնած չեն, ունեն մեծ խնդիր տեղեկատվության։ Եվ ինչ վերաբերում է վստահության անկումը հենց այնպես չի լինում, հենց վստահության անկումը պայմանավորված է նրանով, որ օրենքում նշված կետերի պատասխանները կամ պատասխանող անձ չկա, իսկ ինչ պետք է առաջարկվի, առաջարկում է հետևյալը, որպես այդ վստահությունը բարելավի եւ տեղեկատվությունը հասանելի լինի, օրենքը ընդունելուց հետո դա ուժի մեջ մտնելը պետք է այնքան ժամանակ հետո ուժի մեջ մտնի, որ օրենքով սահմանված բոլոր դրույթները կիրառելի լինեն կամ հասանելի լինեն, իրազեկված լինեն, նոր դրանից հետո արդեն վստահություններ բարձր կլինի եւ մարդիկ կգնան այդ քայլին։ Հիմա օրենքի հապճեպ, ասում եք հապճեպ բառը մի օգտագործեք, ես ինքս չեմ հասկանում, ինձ միգուցե բացատրեք, ինչով էր պայմանավորված, որ մենք այսքան տարի ապրել ենք առանց համապարփակ առողջապահական ապահովության եւ օրենք համընդհանուր մի խառնեք տանք տարբեր օրենքի մեջ այդպես է համընդհանուր համապարփակ չի լավ ներողություն եմ խնդրում միտքը ինչու՞մ է կայանում եթե մենք կարող ենք 1 տարի օրենք ընդունենք այսօր ընդունված օրենքի վրա աշխատանքներ կատարենք որովհետեւ պետք է լիներ հիմնադրամը պետք է գործողություններ կատարեր որը որ կարծես թե թափանցիկության երաշխավորն էր պետք է այդ ամեն ինչը հասանելի լինի մարդիկ վստահություն ունենան իրազեկված լինեն եւ դրանից հետո նա ուժի մեջ մտնի եւ այդ վստահության անկումը հենց այնպես չէ առաջարկ հենց դա է որ օրենք ընդունվելուց հետո գոնե առնվազն մի տարի սպասենք Ձեր դիտարկումները որոնք են համընդհանուր ապահովագրությունը երբ որ ընդունվել է 0-ից 18 տարեկան առաջի, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամներ, ֆունկցիոնալության խախտումներով հաշմանդամները 65+ տարիքի քաղաքացիները ապահովագրվում են պետության միջոցների հաշվին եւ 200,000 եւ ավել աշխատավարձ ստացողները ապահովագրվում են իրենց աշխատավարձի, իրենց գումարային մուտքերի հաշվին։ Այն քաղաքացիները, որոնք որ 75-ից մինիմալ աշխատավարձից մինչև 200,000-ն են, նրանց համար այս պահին լուծումներ չկան։ Անկամ եթե մարդը, որը ստանում է 198,000 դրամ աշխատավարձ եւ տեսնում է, լսում է, ասում է շատ լավ բան է, գնամ ապահովագրվեմ, նրան չեն թույլ տալու ապահովագրվել։ Ինչու առողջապահության նախարարը ասում է, որ մենք չենք ուզում խառնաշփոթը ավելի խորացնենք։ Ցիտում եմ առողջապահության նախարարի բառերը։ Երկրորդը, երբ որ մենք ասում ենք ռիսկերի մասին է այս ապահովագրությունը, ամենակարևոր ռիսկերը այս ապահովագրության մեջ ունեն սահմանափակումներ։ Օրինակ, էնդովասկուլյար վիրաբուժությունը ապահովագրական փաթեթը փակում է 65 տարեկանից մինչև 78 տարեկանը։ Ինչ պետք է անել 78 տարեկանից հետո մեր քաղաքացիները, որը ամենամեծ ռիսկային խումբն է էնդովասկուլյար ախտահարումների առումով։ Խնդիր է հասարակ բան, ստենտավորումը, մինչև այսօր պետպատվերը ասում էր, որ առաջի, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամներին, Փարոսառու 28 բալ եւ ավելին, Չեռնոբիլի մասնակիցներին ես անում եմ սրտի էնդովասկուլյար վիրաբուժություն, ամենահայտնին ստենտավորումը, 3 ստենտա, 4 ստենտա, 5 ստենտա ես անում եմ պետության հաշվին, պետությունը վերցնում էր այս խմբերը իր հովանավորության տակ։ Համընդհանուր ապահովագրությունը ինչ է ասում է ես կարող եմ փոխհատուցել 3 ստենտ 3 ստենտից հետո այլևս դա իմ խնդիրը չէ իսկ 78 տարեկանից հետո կապ չունի դու ինչ խմբում ես գտնվում էնդովասկուլյար վիրաբուժությունը չենք փոխհատուցում ինչու որովհետև դա ավելի թանկ է նստելու ապահովագրության վրա իսկ ինչ վերաբերում է համընդհանուրի եւ համապարփակի Սկզբից հայեցակարգը, կոլեգան ճիշտ էր, ընդունվել է համապարփակ ապահովագրության հայեցակարգ։ Իդրաֆտ համակարգում առաջին ընթերցումը եղել է համապարփակ, մինչև որ առողջապահության նախարարը հանդիպեց վարչապետին։ Վարչապետը
կարմիր գծով հայտարարեց. Սա ինչ համընդհանուր է, սա համապարփակ է, սա համապարփակ չի, մենք ձեզ ընդամենը 30% ենք ապահովելու։ Եվ դրանից հետո անունը փոխվեց, դառավ համընդհանուր։ Բայց մի հատ էլ այսպիսի նախադասություն եղավ, սա համընդհանուր է, բայց այդքան էլ համընդհանուր չի, որովհետև դեռ մենք կարող ենք ապահովագրել 1.600.000 բնակչին։ Այսինքն այս բառախաղը բացառապես այսպես ամբիցիոզ բան էր։ Իդեպ հայեցակարգը ընդունվելուց 63+ տարիքներ ընդունվել։ Հայեցակարգը ընդունվել էր փուլային եղանակով ներդրվելու մասին։ Ըստ հայեցակարգի մենք պետք է 2024 թվականի օգոստոսին ունենայինք առաջին նախապատրաստական փուլը, որը բերելու էր հիմնադրամի ստեղծմանը, գույքագրմանը, ռեսուրսների հաշվարկմանը, որովհետև մեր համակարգը պետք է մենք հասկանանք, պատրաստ էր այս ապահովագրությունն անելու, թե ոչ։ Եվ այդ հայեցակարգից շեղվել են ամբողջությամբ եւ հայեցակարգը հիմք չի դառել համընդհանուր ապահովագրության օրենքը ընդունելու համար։ Իսկ ինչ վերաբերվում է սա սոցիալականության հետ կապված, Հայաստանի Հանրապետությունում 200.000 աշխատավարձ ստացող եւ 3 միլիոն աշխատավարձ ստացողները վճարում են նույն գումարը։ Ես սկզբից պատահական չասեցի, որ աղքատները վճարելու են հարուստների համար։ Ինչ դա սոցիալական արդարության մասին չի կամ մենք ունենք 65+ քաղաքացիներ, որոնք որ բավականին բարձր աշխատավարձով քաղաքացիական ծառայողներ են, հիմա էլ օրենքը փոխում են, այդ տարիքը ընդհանրապես սահմանափակումը հանում են։ Նրանք ստանում են միլիոններով աշխատավարձեր, ինչու են նրանք վերցվում պետության վրա։ Այսպիսի մանրուքներ են, որոնք որ ամբողջ խնդրի վրա ազդում են։ Մեկ այլ խնդիր, շտաբ եւ անհետաձգելի բժշկականությունը։ Մենք դրան անդրադառնալու ենք շատ պոլիկլինիկաներին եւս, իսկ մինչ այդ լսենք պարոն Նազարեթյանին, այս քննարկումից հետո ըստահաբար ասելիքները շատ են։ Ուրեմն ես համաձայն եմ, որ ինքում կան շատ բաց թողումներ, բայց այստեղ մի հարց կա։ Եթե մենք չսկսենք այս հիմա, ոնց որ 24 թվականին չսկսեցինք, ոնց որ 25-ին չսկսեցինք, չենք սկսի 26-ին, 90-ականների նկատմամբ շատ է փոխվել Միլան Կոնստանտինովիչ, այստեղ իրականում մի քիչ ավելի ստվերից դուրս են եկել, այսպես կոչված են սերի աշխատավարձներից, մի քիչ ավելի, բայց էլի շատ մեծ տոկոս է եւ սա շատ լուրջ խնդիր է։ Լրջագույն, միջև տնտեսությունը ամբողջը չանցնի սպիտակ դաշտ, խնդիրը լինելու է գրեթե անլուծելի։ Ես լրիվ համաձայն եմ ու անհասկանալի է ինչ են համահավասարացրել, ոչ թե տոկոս են ֆիքսել, ամբողջ աշխարհում տոկոսը աշխատավարձից ֆիքսվում, այլ ոչ թե գումար է ֆիքսվում։ Սա անհասկանալի է։ Հիմա նայեք, այսօր մենք ծախսերը, ուրեմն 130 մոտարապես 130.000-ը կազմում է մոտարապես 3% միջին աշխատավարձից։ Շատ ցածր տոկոս է անկեղծ ասած։ Դրանով հնարավոր չի լինելու ապահովել լուրջ ծառայությունների քանակ, որակ, մակարդակ։ Եվ այս ամենամեծ վնասն է, վտանգն է, որ կվարկաբեկվի ընդհանուր գաղափարը եւ վերջնական կթաղվի սա։ Սա է ամենալուրջ վտանգը, որ կա այս իրավիճակում։ Այնտեղ կան շատ մանր խնդիրներ, ինչու օրինակի համար տարեկան մեկ անգամ անալիզներ, ինչու 2 տարին մեկ մամոգրաֆիա, երբ որ ուղեցույցներն ասում են 5 տարին մեկ, 45-ից հետո նոր տարին մեկ, դետալներ կան։ Սխալա կազմված պրինցիպալ, որտեղ տրված են տարիներ, տրված են քանակներ, բայց ոչ թե գաղափարներ։ Գաղափարը պետք է լիներ համաձայն ուղեցույցներին անել այս ծավալով ծառայությունները։ Բայց դրանք դետալներ են, որոնք ինձ թվում է լավագույնս մի տարի եւ կուղղվի, որտեղ աղմուկ կբարձրանա եւ մասնագետների կողմից, մասնագետները սուր չեն լսել, չեն քննարկել։ Բայց ինչ որ մարդիկ վճարելու են, չէ՞։ Թադևոսյան, ախր այդ նախագծում այդ մասնագետները պետք է արդեն քննարկեին, հետո գնար։ Գիտեք ինչ, սա համընդհանուր խնդիրն է, որը գալիս է դեռ չնայած հիմիկվա պարլամենտում նստած մարդիկ ոչ մեկը սովետի օրով չեն ծնվել։ Կոմսոմոլի ոչ մի ժողովի չեն մասնակցել, երբ որ ասում են есть мнение, հա, ու քվեարկում ենք բոլորը։ Բայց այդ մնացել է մեջները, որտեղ չգիտեմ։ Կարծիքը մեկն է միայն։ Կարծիքը մեկն է։ Բայց բարեկամներ, լուսավորեք ինձ եւ շատերին։ Նրանք, ովքեր արդեն տարիներ շարունակ ունեն մասնավոր բժշկական ապահովագրության պոլիս։ Իրենց հետ ինչ է լինելու։ Երկրորդ բանը պետք է վճարել։ Մենք էլ ես էլ դուք եք։ Քանի որ սա պարտադիր կոմպոնենտ է, շարունակում եք նորից նույն կերպ 10-րդ փաստով որ գրված է, այդ ցանկը որ բաների տրվել է Արմենին, արդեն մշակված, որ այդ ցանկը մեջը լինի։ Մենք իրար հետ, ովքեր ունեն ապահովագրություն, դուք էլ երևի ունեք,
վստահ եմ, սեփական մասնավոր։ Նայեք թե ինչն այնտեղ փակում, որ չկրկնվի, որտեղ եթե մեծի մեջ կրկնվում, ասա չկրկնվի։ Մեզ հիմա եթե դες խորտ տամ միած եթե ձեր մասնավոր ապահովությունը դες տիպի շուշուտ եկեք բանանենք, կապենք, հենց դեռ չկապեք։ Մի քիչ սպասեք։ Այս պատմությունը երկար ժամանակվա պատմություն է, որ տեսնեք ինչ է դա բռնում, համընկնում։ Լսեք, մի հատ էլ խորհրդատու պետքա վարձենք, հա, որ բռնացնի։ Առողջապահության նախարարությունը հետևյալ ցուցումն է տալիս։ Առողջապահության նախարարությունը ասում է, դուք պարտավոր եք ունենալու պետական համընդհանուր ապահովագրություն, դուք պարտավոր եք վճարելու այդ գումարը, իսկ եթե դուք ուզում եք ճոխություն, ապա դուք կարող եք եւս մեկ անգամ ապահովագրվել մասնավոր բժշկական ապահովագրական ընկերությունում։ Այդ ամեն ինչը հիմք է տալիս մտածելու, որ այս մեկը այլևս ամենը հարկային բեռի ավելացում է, որովհետեւ վճարված գումարի դիմաց մենք չենք ստանալու ծառայություն։ Իսկ կլիներ միանգամից ճոխության համար սոցիալական համերաշխություն չի ապահովելու սա։ Դա ձեր կարծիքն է։ Բնականաբար։ Եվ ինչ ելս տոկոսի մասին։ Ճիշտ է, չկա տոկոսը, բայց ես ասեմ ինչքան է տոկոսը մեր։ Մենք այդ 129600 դրամի հետ աշխատում ենք։ Մեր տարեկան ապահովագրական պրեմիումը, այսինքն այն տոկոսը, որ պետք է վճարենք, 5.4% է։ 5.4%-ը բոլոր ապահովագրական ծրագրերի մեջ երևի ինձ էլ համաձայն կլինեք, դա համընդհանուր մի բան է, մոտավորապես այդքան է։ 4, 5, 6 Տայվանը, ես Տայվանին ես ունեմ, Տայվանը 5.4% է։ Իրանց ամբողջ ուրեմն բան։ Ուստեղ պետք չի բանել, որտեվ այն ինչ որ ցածր է ստանում, ինչ որ բարձր է ստանում, իրանք տոկոսն են մուծում, վճարը չեն մուծում։ Չեն ասում տոկոսը այդ 129,000-ը 1 միլիոն ստացողի մոտ մի տոկոս է։ 700,000 ստացողի մոտ մեկ ուրիշ տոկոս է։ Այո։ Դա նորմալ է։ Այո։ Եվ շատ լավ է։ Հիմա եթե մեկը կա, որը իր մասնավորը չի ուզում կորցնի, նա կարող է միանալ այն ամբողջ այն համակարգին եւ ստանա այն ինչ որ նա չի տալի։ Օրինակ, ապահովագրական պարտադիրի մեջ հոգեկան հիվանդությունները չեն կարող մտնել, ատամի փտտումը չի կարող մտնել, ռեկոնստրուկտիվ խիրուրգիան չի կարող մտնել, շատ բաներ կա։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Ամբողջ աշխարհում, եթե դուք ուզում եք ռեկոնստրուկտիվ խիրուրգիա անեք, դուք պետք է լրացուցիչ ապահովագրություն առնեք։ Դա չի կարող։ Մի բան էլ ասեմ, որ բոլորը ուրախանակ։ Ինչա տալու ապահովագրությունը գործնականում, ես ասացի ապահովագրումը ռիսկը չէ, երկու լավ բան է տալու։ Մեկը հաշվանդամության նվազում, որտեղ մարդիկ քանի որ ամեն անգամ հիմա գնան բարձր որ գնան հետազոտումների պրոֆիլակտիկ։ Այդ մարդկանց բանը հաշվանդամության աստիճանը կարող է իջնել եւ մի ուրիշ շատ լավ բան էլ կա որ կարող է այս ամեն ինչի մեջ տեղի ունենալ, որ այդ գործողությունները, որ մենք անում ենք, տանում է մեզ դեպի ավելի պրևենտիվ, պրոֆիլակտիկ բժշկություն։ Այսինքն ապահովագրական ծրագիրը ինքն իրան նպաստում է հիվանդությունների հայտնաբերումը առաջի երկրորդ ստադիայում, այլ ոչ թե երրորդ, չորրորդ։ Այդ առումով, այդ բանը, ու ես մի բան ասեմ, 90 թվականից այս գործով զբաղվել եմ, եղել է տատանումներ, լավ վատ անենք, չանենք, բայց եկել եմ հետևյալ մի բանին։ Ուրիշ բան դեռ չի հնարավորված։ Բայց պետք է սպասենք։ Ասեմ ձեզ ինչքան 5 տարի։ 5 տարուց հետո ամեն ինչ լավ ալնելու։ Շատ լավ։ Մնաց հասնենք 5 տարուն, իսկ հիմա լսենք մեր քաղաքացիներին։ Կօգնի ձեզ առողջապահական ապահովագրությունը, ինչ սպասելիքներ ունեք։ Գոնե ապահովություն, որ ամեն տարի կստուգեն, կհետաքրքրեն, հիմա հետ չեմ գնում բժշկի։ Հիմա իրանք ինչ են մտածել։ Մեծ կասկած ունեմ, որտեվ մտածելու համար էլ պետք է կարողանան մտածել։ Որ հույսեր չունենանք չենք ապրի, բայց հավանականությունը շատ քիչ է։ Չի օգտի, ես այս երկրում ոչ մի բանի չեմ հավատում։ Շատ ապահովագրված է մեր երեխեք կան, լավ աղջիկներ կոնում, շատ սիրուն։ Մենակ մարդու կնիկ, մենակ ապրեմ, նույն կնգասել նույն դասանցենք, ավելի կազը, պարկաս։ Առողջապահական ապահովագրության կարիք չունեք։ Որ պետք է աղջիկս բժշկու է, պետք է կեթանք իրամ։ Ճիշտն ասած, ոչ մի բան հավատ չունեմ, որ ինչ-որ մի բանը կլինի։ Չեմ հետաքրքրվել դրանով, մանրամասներից տեղյակ չեմ։ Լավ բան չեն տեսնում։ Կազմակերպումն է կարևորը։ Եթե բոլոր երկրներում աշխատում է, մերն է պետք է աշխատի, չէ՞։ Մենք ինչով ենք տարբերվում։ Պարզապես չեմ վստահում ես այս կառավարության ոչ մի որոշումին։ Ավելի լավ ինքս իմ գլխի ճարը տեսնում։ Չէ որ այս կյանք ստեղծողների թոշակառուներն են եղել, ստեղծել են
արել են, կառուցել են, տվել են, հիմա չեն կարողանում, բայց հարկավոր անց ինչ որ ձևով աջակցել։ Ինչ որ նիկոլիզմի սա կախված ոչ մի բանի չեն հավատում։ Всё, չգիտեմ, օրը կգա, կերևա։ Այսպեսին էին հարցումները եւ պարոն Թադևոսյան կարող եք անդրադառնալ Կարող եք անդրադառնալ, բայց մի քանի կոնկրետ բաներ։ Գիտեք, հանրապետության մի զգալի հատված գյուղատնտեսության բնագավառում աշխատող, նրանք մենատնտեսներ են։ Ֆիզիկապես ինչպես նրանք պետք է մտնեն այս համակարգի մեջ, ինչ ուր են գնալու, ինչ են անելու, ոչ մեկ իրենց չի ուղղորդում։ Եվ իլրում են ձեր ասացի, առաջին որ պետք է դիմել պոլիկլինիկաներն են։ Մենք որքանով ենք պատրաստ սպասարկել այս հանրությանը շեշտել։ Ուրեմն մի բան է հավաքագրել, կազմակերպել։ Մենք ունենք թիմ կոչվածներ, հա, տեղական ինքնակառավարման մարմիններ, բայց դրանց գործն ինչ է, պիտի իրանք աշխատեն։ Պետք է կարողանան այո հավաքագրել, բացատրել ինչու համար է եւ ոնց այդ գումարները օգտագործելու իշա հենց իրենք։ Դուք գիտեք, չէ՞, թիմը ինչպես է գումար հավաքում։ Մարդիկ ունեն տարիներով, ասենք, հողի հարկ չեն վճարել, բայց երբ մի փաստաթուղթ են ուզում, ասում է գնա սա վճարի, նոր կտանք փաստաթուղթը։ Ինչպես ժամանակին ժեկերն էին անում, հա։ Հիմա նայեք, ինչ որ ձևի, բայց ժողովրդի հետ պետք է աշխատել։ Հիմքերի հիմքը այս համատարած վստահությունն է, անհավատությունն է եւ ասեմ օրենքին փախնելու հնարավորություններ, ճանապարհներ գտնելն է։ Սա զանգվածային մեր բնորոշ բանն է, վարքագիծն է։ Այո, աղջկաս կդիմեմ, օրինակ, մարդու լավագույն Առաջ մարդիկ էին օրենքը շրջանցելու ուղիներ փնտրում, հիմա հակառակն է։ Օրենքն է մարդկանց շրջանցում։ Հիմա նայեք պոլիկլինիկաների մասին։ Սա լուրջ խնդիր է։ Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև եթե համակարգը չուղղորդի հիվանդների մեծ մասը, զգալի մեծամասնությունը դեպի առաջնային օղակ, ոչ մի համակարգ, ոչ մի երկրում տակից դուրս չի գա, չի դիմանա։ Մենք այսօր ունենք մոտարապես կես միլիոն հոսպիտալիզացիա տարեկան ու վերջի հաշվարկով կարծեմ 485,000 էր։ 425,000։ Համարյա թե։ Եվ ունենք, եթե այդպես ենք հաշվում, այսինքն 6 հոգուց մեկը դիմում է մոտարապես, եթե հաշվենք 3 միլիոն բնակչություն, հա մոտարապես, հա։ Իսկ ունենք պոլիկլինիկական դիմելություն 3.8 դիմելություն մի շնչին ընկնող։ Ես կարող եմ ասել, մեկ տարվա մեջ, այո, կարող եմ ասել, որ նորմատիվ գոյություն ուներ սովետական պերիոդի 10-ից 12 բան այցելություն, հա, այդ թվում նաև պրոֆիլակտիկ եւ բուժման համար եւ այլն։ Հիմա նայեք 4 անգամ ավելի պակաս են դիմում, դա ինչ է նշանակում, որ իրանք շատ ավելի ուշ են դիմում։ Արդեն ավելի մեծ ծախսեր պահանջող բուժման դեպքում են դիմում։ Միանգամից ավելի բարձր թող։ Մենք մի հատ ուրիշ խնդիր ունենք լուրջ այստեղ։ Ասեմ, սրա մասին չենք խոսում։ Ամբողջ աշխարհում ընդունված է մեկ բժիշկ բուժքույր հարաբերությունը 3-3.5 հասկացողությամբ, 3-3.5 բուժքույր մեկ բժշկին։ Հայաստանում 16000 մոտարապես բուժքույր կա եւ 14000 բժիշկ, այսինքն մեկը մեկին համարյա։ Սա ինչ է նշանակում, որ բժիշկները անում են բուժքույրի գործ, հա, կամ բուժառուները չեն խնամվում, քույրական խնամք չկա, երկուսից մեկը։ Եվ մի դեպքում եւ մյուս դեպքում մենք ունենում ենք գերածախս ռեսուրսների։ Ֆանտաստիկ գերածախս է լինում։ Թանկ բժիշկը էժան գործ է անում։ Կամ վատ խնամված պացիենտը ուշ է վերականգնվում, ուշ է բուժվում, այսքան որ կրճատվել է թվում է թե հոսպիտալիզացիայի օրերը, բայց ելի մոտավորապես 7 օր է միջին հոսպիտալիզացիայի ժամկետը Հայաստանում։ Սա լուրջ կորուստներ են, հասկանում եք, ռեսուրսային։ Եվ թե այս համակարգը չկարողանա կարգավորել այդ հարցերը, ինքը կտապալվի, միանշանակ։ Մնացած թերություններն էլ կգումարվեն եւ շատ ավելի արագ կսուզվի։ Պետք է աշխատի համակարգը, բայց եթե չերևացող ընդունում ենք աշխատող, բայց չերևացող մարդիկ ինչ պետք է անեն։ Պետք է բերվեն դեր բան, ինչ անունը ներգրավեն այսպես։ Կամավոր Գիտեք, գյուղական ընտանիքները 4, 5, 6 հոգի են։ Պատկերացրեք, երբ նա պետք է որևէ միջոց տրամադրի իր այգու համար, 6
հոգու գումար 600,000-ից ավել պետք է տանի տա։ 6 հոգու համար չենք տենց ասում, այդ 6 հոգյանոց ընտանիքում 2 հոգի են այն տարիքային խմբում, որոնք չի ծածկվում պետության կողմից։ Երեխաները ծածկվում են, մեծահասակները ծածկվում են, 2 ամենաշատը 3 հոգի։ 6 հոգյանոց ընտանիքներ մենք այսօր չունենք գյուղերում ցավոք սրտի։ Հայաստանի Հանրապետությունում քիչ պատմական ակտներ առաջին բուժօգնությանները այո 2000-ականներին հրաշալի ծրագիր իրականացվեց Հայաստանի Հանրապետությունում, որը առ այսօր համարվում է լավագույն ծրագրերից մեկը։ Դա գյուղական ամբուլատորիաների ներդրումներ եւ ընտանեկան բժշկի ինստիտուտի ներդրումներ Հայաստանում։ Գյուղերում բոլորը հավաքագրված են։ Չկա մարդ, որը պոլիկլինիկայից կամ ընտանեկան բժշկից դուրս է։ Այսինքն գյուղի բժիշկը շատ լավ տիրապետում է իր հավաքագրած բնակչությանը, իր ամբողջ այդ գաղափարը հրաշալի աշխատեց։ Ինչպես նաև մեր պոլիկլինիկաներում, քաղաքային բնակավայրերում հավաքագրված է, որովհետև շահագրգռված են ամեն մի բնակչի համար, իրանք գլխաքանակով, կոչվում է դա per capita, ստանում են գումար։ Եվ մենք չունենք բնակիչ, որը որ ինչ որ միտեղ հավաքագրված չի, կամ եթե ունենք դա 100-ը չի անցնի ամբողջ երկրում, այսինքն բոլորը ունեն իրենց ընտանեկան բժիշկը, թերապևտը կամ մանկաբույժը։ Այստեղ խնդիրը նախ ուրիշ է, որ արդեն հասել ենք այս ընտանեկան բժիշկների քայքայմանը, հիմա օպտիմալացման ծրագրեր են անում, որը որ ես բազմաթիվ խոսել եմ, անգամ ազգային ժողովում, այսպես ասած, խիստ քննարկում են կազմակերպել, փառք Աստծո 1 տարով կանգնացրեցին դրանից հետո, բայց այս խնդիրը կա եւ այս բժիշկները, երբ որ ստեղծվեցին ընտանեկան բժիշկները 2000-ականներից, այսօր քիչ են։ Մի գյուղում 8000, 9000 բնակիչ է, հա, հավաքագրված, այսինքն մեկ ամբուլատորիա խոշորացված համայնքում եւ առաջի բուժօգնության կամ անհետաձգելի շտաբ եւ անհետաձգելի բուժօգնության մասին հենց այս ապահովագրության կոնտեքստում, որին ես եմ անդրադարձել սկզբից, ինչ են ասում այսօր այս ապահովագրական օրենքը, ասում է 14-ը կետ է դրել, որով շտաբ եւ անհետաձգելի բժշկական օգնությունը, շտաբ օգնության զանգերը փոխանցվում է ընտանեկան բժշկին, թերապևտին կամ մանկաբույժին։ Եվ ինչ է ասում, ասում է դու պարտավոր ես 2 ժամվա ընթացքում հասնես քո հավաքագրած այդ բնակչին եւ իր խնդիրը լուծես, որովհետեւ այդ խնդիրը շտաբ օգնության հասնելու խնդիր չի, ես ռեսուրս չեմ ծախսում։ Այո, ես ընդունում եմ, շտաբ օգնությունը անհարկի կանչեր է ունենում, ծավալները շատ է։ Չունենք պաշտոնական տվյալ Հայաստանի Հանրապետության շտաբ օգնության կայաններից, քանի տոկոսն է շտաբ օգնության կանչերի անհարկի։ Չունենք տվյալ պաշտոնական, բայց ուրիշ բան եմ ասում։ Հիմա այս ընտանեկան բժիշկը, օրինակ վերցնենք, ես հենց իմ գրած օրինակը բերեմ, Ծովակ համայնքը, Վարդենիսի համայնքներից է, որը սպասարկում է 5-6 գյուղ եւ ինքը չունի ոչ մեքենա, ոչ ռեսուրս, ոչ միջհամայնքային տրանսպորտ։ Աղբրաձոր գյուղը, որը որ ձմեռվա ամիսներին շատ հաճախ ճանապարհը փակվում է, Աղբրաձոր գյուղում ունի շտաբ կանչի փոխանցում, հիվանդի կանչը փոխանցել են։ 2 ժամում այս մարդը ո՞նց է հասնելու այդ գյուղը։ Ինչ ռեսուրս ենք մենք տալիս այս ընտանեկան բժիշկներին, որ պահանջում ենք 2 ժամում հասնել պացիենտի տուն։ Այստեղ մենք իրավական բեռ ենք դնում այս բժիշկների վրա։ Այսինքն, եթե այս հիվանդը Աստված մի արածցե իրան մի բան կատարի, որովհետև հեռախոսով ով on-line մենք չենք կարող ախտորոշել, ով են շտաբ օգնության օպերատորները, լավագույն դեպքում բուժքույրեր։ Շտաբ օգնության օպերատորները պետք է կանչը տեսակավորեն եւ որոշեն շտաբ օգնությունը գնա թե կանչը փոխանցեն։ Մենք այստեղ բաց ենք թողնելու առողջապահական լուրջ խնդիրներ, մարդկանց ախտորոշման խնդիրներ եւ այդ կանչը փոխանցելուց հետո եթե բժիշկը չհասնի պացիենտին, ապա ստացվելու է, որ այդ բժիշկը իրավական խնդիրների մեջ է ընկնում։ Սա նշանակում է, մենք թղթի վրա գրել ենք հրաշալի ինչ-որ sense կանոնակարգումներ, բայց դրա գործնական լուծումները մենք չենք տվել մեր ամբուլատորիաներին, մեր պոլիկլինիկաներին եւ այլն։ Եվ պոլիկլինիկաների ծանրաբեռնվածությունը 3-ից 4 անգամ ավելանալու է, որովհետեւ եթե այսօր քաղաքացին գնում է, ինքը գիտի, որ պետքա պլանային կատարակտա վիրահատի, իր ակնաբուժը ասել է, ու ինքը պետքա գնա պլանային վիրահատվի, ինքը պարտադիր պետքա այց կատարի
իր ընտանեկան բժշկի մոտ, վերցնի համապատասխան ուղեգրում, որ գնա իր վիրահատությունը անի, այսինքն 3-4 անգամ այցերը նաև թղթաբանական, ոչ բժշկական շատանալու են եւ շատ համաձայն եմ, այո, մենք մեր բուժքույրերի ռեսուրսները չենք օգտագործում, մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում, եթե վերցնենք աշխատող բուժքույրերին եւ բուժքույրի մասնագիտակցում ստացածների թիվը, կտեսնենք, որ 4-5 անգամ ավել է, այսինքն մենք բուժքույրական աշխատատեղեր չենք ստեղծում, առողջապահության նախարարությունը գնում է օպտիմալացման կրճատման այդ ուղղությամբ եւ այդ մարդիկ մնում են աշխատատեղերից ազատ։ Այս պահին կրճատվում է, ձեր եթերն էլ օգտագործելով ասեմ, օրինակ Աբովյան քաղաքի շտապ օգնության բուժքույրերը, որոնք պրոֆեսիոնալ բուժքույրեր են, թիմով դիմել են իրենց իրավունքների պաշտպանության համար։ Այսինքն մենք փոխանակ այս բուժքույրերի, այս տարիների փորձ ունեցող շտապ օգնության բուժքույրերի ռեսուրս օգտագործենք, նախաբժշկական բրիգադներ ստեղծենք, գծայինը թեթևացնենք, մենք ինչ ենք անում, մենք այս բուժքույրերին կրճատում ենք, ասում ենք բժիշկը առավել եւս որ դա գրավիչ մի տեղ չէ, որ բոլորը նետվեն, չէ։ Այո։ Պարոն Խաչատրյան, մենք հետաքրքիր հասարակություն ենք ոչ ընդհանրացնելով, բայց կան այդպիսի շերտեր բազմաթիվ, ովքեր երբեք չեն հաշվում, թե այս կամ այն ժամանցի վրա որքան գումար ծախսեցին, բայց առողջապահության ապահովագրման ժամանակ մենք հաշվարկում ենք, թե որքան ենք վճարելու մեր աշխատավարձից։ Միգուցե պետք էր այդ մարդկանց նախապես մեզ վառ օրինակներով ասել, թե ինչի մասին է խոսքը եւ մեր աշխատածից որ մասը ինչքան կարեւոր բանի համար ենք վճարում։ Նախ դրան անդրադառնալը ես ուզում ասեմ տեսանյութում վստահության մասի խնդիր կար, բայց այստեղ պետք է տարանջատենք ընդհանուր կառավարության աշխատանքի նկատմամբ վստահության պակաս կա, իսկ ես որ նշում եմ վստահության պակաս, դա խոսում եմ մեզ մասնագիտական վստահության, օրենքում նշված այն գործառույթները, որոնք պետք է ապահովի օրենքը, դրանց բացակայության մասին է եւ խախտվում են մարդկանց իրավունքները եւ բացի մարդկանց իրավունքներից նաեւ խախտվում են հենց փոքր միջի բիզնեսի իրականացնողների իրավունքները, որովհետեւ այդ նույն օրենքը տարածել է անաձեռնակատերի նոտաների համար եւ եթե մենք մեզ դասում ենք իրավական ժողովրդավարական երկիր, պետք է հասկանանք, որ մեկ օրենք ընդունելով չպետք է խախտենք մեկ այլ օրենք եւ մարդու իրավունքները չխախտենք եւ ակնհայտորեն այս օրենքով մի քանի հոդվածներով խախտվում են մարդկանց իրավունքները։ Սա պետք է ընդգծենք, որովհետեւ մեր տնտեսության համար շատ կարեւոր է։ Կստացվի, որ մեր երկրում օրենքներն ընդունում են կամայական եւ դրանց հարմարվելու ժամանակատված չեն տրվում։ Իսկ ինչ վերաբերում է վճարման հետ կապված, տեսեք, ճիշտ է 200,000 գերազանցելու դեպքում են վճարելու մարդիկ, ինչպես նշվեց 10,800 դրամ ամսական վճար է լինելու եւ որոշակի հաշվարկներ, հետ վերադարձներ եւ այլն, բայց այնտեղ սոցիալական վճարի փոփոխություն կար եւ այլն։ Տեսեք, նշվում է, որ դրոշմանիշային վճարից մենք որոշակի չափով կարելի ասել կոմպենսացվում է գումարը, բայց դրոշմանիշային վճարը զինվորականների վճարվող գումարները ժամանակին ուրիշ նպատականություն ուներ եւ հիմա շահարկել, որ սրա հաշվին մենք որոշակի վերադարձ ենք ունենալու, կարծում տեղի չէ եւ կարևոր գործուն է նաև տեսեք նշում է որ 200,000 գերազանցողներն են վճարել, բայց ես վստահ եմ շատ քաղաքացիներ, շահառուներ տեղեկացված չեն, որ իրենք օրինակ 100,000 դրամ աշխատավարձ են ստանում շահառու չեն եւ մի հաշվապահի կամ մի ֆինանսիստի անփույթ աշխատանքի պատճառով իրենց հաշվարկը կարող ասենք փետրվար ամսին սխալմամբ հաշվարկ կատարեն եւ պետական եկամուտների կոմիտեն ուղարկեն 200,000-ից բարձր աշխատավարձ սխալմամբ, որը որ մեր օրինակացության մեջ այդպես է։ Թող չսխալվեն։ Չէ, բայց ճշտելու հնարավորություն կա, ոչ թե այստեղ անձը, որ ես մեղավոր չեմ, որ իմ համար սխալ հաշվետվություն եմ ներկայացրել։ Եվ այդ սխալի պատճառով ես պարտավորված կլինեմ հաջորդող 12 ամիսների վճարել ապահովական վճար։ Սա աբսուրդ է, չի կարելի նման սահմանափակում դնել, սա խախտում է մարդու իրավունքները։ Մյուս ֆորս մաժորը մարդը չի վճարում։ Ինչ է լինում, հա։ Ասեք, տեսեք, ուրեմն նախ մյուս գործիքը, որ կարող է լինել աշխատող աշխատանքից ազատվում է, մինչ այդ աշխատավարձը եղել է ցածր, ես հիմա գալիս եմ դրան, եւ վերջի ամսում աշխատավարձը վերջնաշվարկ է կատարվում եւ իր աշխատավարձը գերազանցում է 200,000 դրամը, ազատվելուց հետո գնում է, ստացվում է, որ այդ անձը արդեն ազատված աշխատանքից կարգավիճակում հաջորդող 12 ամսվա ընթացքում պետք է վճարի առողջության ապահովության վճարը։ Հաջորդող, չէ՞։ Հաջորդող, ոչ այդ տարվա։ Հաջորդող 12 ամսվա։ Հիմա եթե չվճարելու դեպքում հողումը գնում է հարկային օրենսգրքով, սահմանված է տուժ, օրական չվճարելու համար 0.075% տուժ։ Այդ անձը պետք է հաշվարկվի եւ ծանոթման ընթացակարգեր կան, բայց մինչեւ ընթացակարգերը տեղի ունենա, այդ անձի վրա ավտոմատ կերպով հաշվարկվել է տուժ։ Եվ ինքնուրույնաբար պետք է վճարել կատարել։ Գյուղական համայնքում մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Դա չվճարվող աշխատանք է։ Ինչքան ցանեցիր, այնքան կհնձես։
Եվ նա չի վճարում։ Ասեք, պարոն Ես ձեր Ազարյան։ հարցին ես ուզում եմ պատասխանել, շատ ճիշտ է։ Դժվարագույն հարցերից է, շատ անգամ քննարկվել է դա ինչպես անել, ոնց անել, որովհետև դրանք յուրահատուկ մարդիկ են նաև աշխատում են գյուղում, ձեր ասածի պես։ Բայց կա մենք ինչի վրա պետք է հիմնվենք։ Կա համաշխարհային փորձ, թե ոնց է արվում այլ երկրներում։ Այ մենք դրան ենք նայում եւ ըստեղ նայելով կարող եմ ասել հետեւյալը, որ տեսեք, Թայվանը օրինակ կատեգորիաների է բաժանված, այդ գյուղատնտեսության մեջ աշխատողները վճարում են, ուրեմն իրենց վճարողները, աշխատողները վճարում են մենակ 30%-ը, 70%-ը վճարում է պետությունը։ Պետությունն է վերցնում իր վրա վճարել այն, որ չեն կարողացել վճարել իրենք։ Այդ պետությունն է վերցնում իր վրա։ Հասկանում եք։ Հիմա դրա համար ընդհանուր դառնում է 100%-ով, բայց գյուղատնտեսության աշխատողը, որ դժվարագույն տեղերում աշխատում, կապված է տարբեր տեսակի մտնոլորտային, չգիտեմ, վաճառք չկա։ 30%-ը ես առաջարկություն եմ անում դա։ Դա մշակման մեջ է, դուք ասում եք առաջարկություններ, չէ՞։ Դա մշակման մեջ է առողջապահության նախարարությունում, դրա մասին շատ է քննարկվել, շատ են խոսել, փորձել ենք ճանապարհներ գտնել, թե ինչպես դա անել։ Իմ առաջարկությունը հետևյալն է, որ այդ մարդիկ, այդ կատեգորիան մարդկանց, որը որ չեմ քանի հազար է, հիմա չեմ կարող ասեմ, իրանք վճարում են այդ 10,800 դրամի 30%-ը, մնացած 70%-ը պետությունը վերցնում է իր վրա ինքնավճարում։ Ինչի, որ սոված չմնան մարդիկ։ Всё, parza։ Հիմա ես հրաշալի ձեր առաջարկությունը։ Այդ ես ուզում եմ ասել, որ բայց դժվարին հարց է։ Ու գիտեք ինչ կա։ Ժամանակ է պետք։ Թույլ տվեք ժամանակ կա։ Դա պետք է հասունանա, դա պետք է անցի։ Դուք գիտեք, երբ Ֆրանսիա գիտեք ապահովագրական ծրագրերը 1770 տվից։ Եվ այդ ժամանակը հղկել է, բերել է, մենք հիմա շատ բաներ կա, որ չենք տեսնում։ Շատ բաներ, որ հետո կտեսնենք, բայց դու թույլ տանք, որ դա աշխատի։ Եթե մեքենա եք քշում, ապահովագրությունը մեքենայի նույն բանն էր, սկզբից է տենց էր։ Պարտավոր ես ունենալ։ Պարտավոր ես կամ մեքենա մի քշի։ Բայց կան երկրներ, որտեղ ապահովագրություն կա, դու կարող ես մեքենա վարել եւ նաեւ չապահովագրել։ Ինչ վերաբերում է շատ հարգել են գիրոջը կողքից նստած, ասեմ որ շատ եմ հարգում ձեր միտքը, ճիշտ լավ մտքեր եք արտահայտում, բայց սենց իրավական բան կա, տեսեք ովքեր որ ուզում են իմ ու ձեր հաշվին նստեն ավտոբուս չվճարեն եւ գնան, նրանք չեն կարող դա անել։ Դրանց դեր այլ առաջարկներ ունեք, պարոն Ազարյան։ Այո, ես առաջարկում եմ այսպես, որ այն մարդիկ, որոնք որ տեսեք, իրանք բան չեն այն քիչ աշխատող մեծ եկամուտ չունեցողը չեն, նորմալ, բայց չեն աշխատում։ Այսինքն իրանք գործունակ են, չեն աշխատում, իրանք կյանքն են ապրում, բայց չեն ուզում վճարեն ձեր ասածի պես։ Ես ունեմ առաջարկություն։ Անկեր ջան, չես ուզում խնդրի գոնը չի։ Բայց այդ լաստանավը որ դու նստես, ուզենաս ճանապարհորդես, քեզ դի ասեն 129,800 դրամը հենց հիմա վճարի գնա։ Չէ, չես գնում, տանում ես։ Էսա ուրիշ ձև չկա։ Հիմա հասկացաք ինչ եմ ասում։ Ձեր լաստանավը լավ օրինակ է, բայց հետեւյալը այնպես է ստացվում, որ եթե այս անաշխատող չվճարողը մտնում է թատրոն, անաշխատող եք մի ասեք մարդը չի ուզում աշխատել։ Չի ուզում աշխատել։ Մտնում է թատրոն, ասում են թատրոն չես կարող մտնել, որովհետև դու չես վճարել։ Ինչո՞վ դու թատրոն։ Լաստանավի նման է, որը Կարոյան կամ գնում։ Չի կարող մտնել թատրոնի եթե տոմս չունի, չէ։ Իջը մտնի։ Այսինքն դուք առաջարկում եք մեկ բոլորս վճարում ենք, բայց մեկը կա չի վճարում, բայց գնում է, ում հաշվին է գնում, մեր բոլորի։ Հիմա այս առողջապահության պարտադիր ապա համընդհանուր իմիջիայլոց ասեմ, համապարփակը ինչով է տարբերվում համընդհանուրից, որ իմանաք, համապարփակը ամեն ինչն է, ամբողջ այդ բուկետն է ապահովագրում։ Դրա համար հրաժարվեցին։ Պետությունը այսպես է, որ տեսնում է իր հնարավորությունները, ասում է, չէ, ընկեր ջան, ես չեմ կարող ատամից սկսած մինչև տարբեր ուրիշ հիվանդություններ, այդ չեմ կարող անեմ։ Դրա համար համընդհանուր, ինչը համընդհանուր Հայաստանի Հանրապետությունում մարդիկ հիվանդանում են եւ մահանում են մի 3-4-5 խմբերի հիվանդությունների։ Դրանք սրտանոթային են, օնկոլոգիան, դիաբետն է, մնացած։ Այդ ապահովագրվում է։ Ինչ վերաբերում է նրան, որ այն մարդը, որ ես փող չունեմ, այդ մարդը ծածկված է, այդ մարդը ինքը չի իմանում, որ ինքը ծածկված է։ Նրան պետք է բացատրեն, ընկեր ջան, դու խնդիր չունես։ Դու ծածկված ես, 350-400,000 մարդ կա, որը չունի եկամուտներ, 70 մինիմալ 70,000 դրամից պակաս է։ Ինքը չի վճարելու։ Վճարելու են նրանք, ովքեր աշխատում են,
աշխատունակ են, ունեն այդ գումարները, կարող են վճարել եւ իմ հաշվարկը ես նայել եմ 5.4%-ը։ 1 միլիոն ստացողները 5.4% վճարում, 100,000 200,000-ները 5.4%։ Չէ, ներողություն, 5.4%-ը, բայց ինքը իր 1 միլիոնից չէ վճարում։ Իր աշխատավար եկամուտը չի ստացվում, Միրան Կոնստանտինովիչ, ինքը ֆիքսված գումար է վճարում։ Չէ, հիմա է սենց։ Այդ եմ ասում, դա սխալ է, հա։ Թողեք ժամանակ տրեգապը։ Բայց 2000 դրամասներ որտեղ ինչի համար Արտաշեսյան, որտեղ եկամուտները թաքնված են։ Ես գիտեմ մարդիկ ովքեր ցույց են տալու ոչինչ չունեն, բայց մեծ եկամուտներ ունեն։ Այդ մեկ դրամասի խոսել են։ Միրան Կոնստանտինովիչ, ջինի գործակիցը լավ գիտեք։ Այո, որը շատ կարևոր, հա, ջինի, որը շատ կարևոր է, որպեսզի հասկանանք։ Իմիջիայլոց գնում է դեպի ուղումը։ Հա, հիմա այդ ջինի գործակիցը Հայաստանում չի լինում հաշվել։ Ճշմարիտ։ Չի լինում, որովհետև ջինի գործակիցը ցույց է տալիս ինչքան անհավասար է մարդը բերելու ասի, որ ես 200,000 եմ ստանում, փաստացի։ Բայց ինքը 1 միլիոնի եկամուտ ունի։ Հիմա ո՞նց պիտի սրան հարկի։ Մյուս կառույցի խնդիրներն են։ Ահա, իսկ ինչ վերաբերում է այդ, որ ասում եք հետո փոխվելու է 2028 թվականից է հիմա օրենքում նշված, որ 2028 թվականից է թանկանալու տարեկան վճար եւ 129,600 փոխարեն դառնալու է 164,000։ Էլի սխալ մոտեցում։ Էլի նույն ուղղակի ֆիքսված է բարձրանում, ոչ թե տոկոսային։ Ֆիքսված գումար չի կարող լինել, ես դրիվ համաձայն եմ, տոկոսա լինելու։ Ես արդեն առաջարկություն եմ արեցի, առաջարկենք տոկոսներ։ գրենք, որ մարդիկ շփոթման մեջ չգնեն եւ այս շատ կարեւոր մոմենտ է սոցիալական հավասարակշռությունը պահպանելու համար։ Ուրեմն, որպեսզի մարդիկ կարողանան համակերպվել, ընդունել մի քիչ ավելի բարձր տոկոս, իսկ 5%-ը դա մինիմումն է, որից ներքև չի աշխատում ուղղակի։ Աշխարհը ցույց է տալիս, որ մինչև 10% պետք է լինի, որպեսզի լավ աշխատի, ասենց, հա։ Ուրեմն պետք է այնպես աշխատի, ամենադժվար պերիոդն է հիմա համակարգը, որպեսզի այդ 2, 3, 4 տարվա ընթացքում մարդկանց մոտ վստահություն զարգանա, հասկանան, որ այս փողը չի կորում, այլ իրանք դրանից օգտվում են։ Նայեք, ամբողջ աշխարհում մեր բոլորի աչքը Գերմանիան, Շվեդիան, Բելգիան, Սովորաբար փողը չի կորում, գրպանվում է։ Դա ուրիշ հարց։ Հիմա նայեք, այդ բոլոր երկրներում գումարային հարկային բեռը 45-50%-ի է հասնում։ Բայց գանգատ չի լինում, որովհետև իրանք հետադարձ բանը տեսնում են, մենք պիտի կարողանանք ցույց տանք, որ այդ փողերը վերադառնում են մարդկանց։ Սա է կարևոր խնդիրը։ Եթե կարելի արձագանքեմ, տեսեք, դուք ասում եք 5 տարի սպասենք, դրանից հետո չեմ ասում 5 օրինակի համար, հա։ Ժամանակապետ։ Դրա ժամանակա պետք է այդ վստահություն ունենալու համար նախորդ փորձն է պետք հաշվի առնել, որովհետև մենք տեսնում ենք ինչ փոփոխություններ են կատարվել։ Մի երկու օրինակ, հա, սոցիալական վճարը խոստանում են, որ պետք է դուրս գար, այդպես է մնաց, եւ արդյոք նպատակային ծառայում է թե չէ, սա մեծ հարց է։ Մի օրինակ քաղաքային կարմիր գծերի գինը թանկացավ, որ պետք է կարգավորել հարցեր, բայց ամենևին որովհետեւ հարց չի կարգավորել, հիմա մենք նոր վճար ավելացնենք, եկեք սպասեք 5 տարի հետո մեր մոտ ինչ-որ կամ ներողություն ավարտեմ, տեսեք, ընդհանուր առմամբ կարևոր է մի քանի գործոն, ես վճարում եմ հավասարություն գործի ընդհանուր, այդ գործոնը կարող բացակայում է եւ դա միայն համերաշխությունը դա միայն կառավարության խնդիր չի, ընդհանուր խնդիր է, բայց արդեն երկրորդ, երրորդ ցնցումներ է, որ այդ գումարը վճարում եմ նպատակին ծառայի եւ կոռուպցիա չլինի։ Այս բոլոր խնդիրների առկայությունը արդեն մեծ անվստահություն են բերում։ Ես սրա հիմքը հիմնական նախորդ փորձն է։ Մեզ մոտ առելի մեծ հարկային բեռ են ավելացել թե բիզնեսում, թե քաղաքացիների մոտ, որը որ պետք է ինչ-որ նպատակի ծառայել, մինչ այսօր նպատակին չի ծառայել։ Ինչով ենք մենք ապահովված եւ ինչով կարող ենք վստահություն ունենալ, որ սա կարգավորելու ինչ-որ մեր բժշկական հարցերը եւ կանխելու հիվանդությունները։ Ես վստահություն ունեմ 90 թվականից այսպես գործի մեջ է։ Ինչի համար ես ունեմ այ նախորդ փորձը։ Ես նայում եմ տեսնում եմ, ջանես, աշխարհում ամենաբարձր գրպանի ծախսող գումարը տոկոսային 76%-ը Հայաստանն է։ Աշխարհում տենց երկիր չկա, որ բժշկական ծառայությունների համար գրպանից վճարի հիվանդը 76%-ը գումարների ծախսվում է մարդկանց գրպանից։ Աշխարհում նման ցուցանիշ չկա։ Տարբեր Ֆինլանդիա, Շվեդիա եւ այլն 20%, 15% կան դել վճարումներ կան 70%-ը։ Ուզում եք տենց մնանք, եկեք մնանք։ Ես կարողանամ, դուք էլ կարողանաք, բայց այն մարդիկ ովքեր չեն կարողանա կմնան դուրս։ Այս ամեն ինչը առաջարկում որ դա վերանա, այդ ձեր ասած կողմից։ Եթե ժողովուրդը իմանա, որ այսօր պաշտոնական տվյալներով է, իր բյուջեի 10.5%-ը գնում է առողջապահության ծախսերի վրա, իսկ մենք առաջարկում ենք փոխարինել դա 5%-ով,
Հաստատ կողմ կլինի։ Կողմ կլինի, բայց պետք է ասել, պետք է իմանալ, պետք է աշխատել։ Այստեղ շատ լուրջ, սա մենակ բժշկական խնդիր չի, սա նաև մեդիայի խնդիր է, սա ավելի շատ ձեր խնդիրն է, հակաների խնդիր է։ Այո։ Մենք սովորել ենք հրահանգներ տալ ու քաշվել գրաղ, այսպես ասած, հա, բայց ոչ թե աշխատել ժողովրդի հետ։ Հանրային առողջության, առողջապահության հիմնական խնդիրը ժողովրդի հետ աշխատելն է, բացատրելն է եւ իրան քաշել։ Նայեք, բանում գրած է, օրենքում գրած է, ուրեմն բոլոր կետերով ամեն տարվա մեջ քարոզչություն առողջ ապրելակերպի դրա համար փող եք տալիս բժիշկին։ Ինչի բժիշկը պետք է նստի սկսի քարոզել, սա պետք է համակարգ լինի դպրոցից, մանկապարտեզից սկսած բոլորը ներգրաված դրա մեջ։ Առողջ ապրելակերպի մասին ժամանակ կունենանք խոսելու եւ խնդրում եմ վերջին առաջարկները, հա։ Նախ շատ կարճ ուզում եմ կոռուպցիայից խոսել, որ այստեղ այս ապահովագրական ամբողջ գործընթացի մեջ բավականին կոռուպցիոն ռիսկեր կան։ Որոնք են դրանք։ Շատ կարճ ասեմ, բժշկական կենտրոնների լիցենզիան տալիս է առողջապահության նախարարությունը։ Որակի հետ կապված նոր չափորոշիչներ են դրել, որոնց այսպես ասած թույլտվությունները տալիս է առողջապահության նախարարությունը։ Հիմնադրամի կառավարող խորհրդի նախագահը ի պաշտոն է առողջապահության նախարարությունն է։ Հիմնադրամի այս պահին գնումները կազմակերպում է առողջապահության նախարարությունը եւ ամենախոշոր գնումն է հայտարարում օպերատորի հետ կապված գնումը եւ երջում տեսչական մարմինը, որը որ պետք է հսկողություն իրականացնի այդ ամեն ինչի վրա, նրա խորհրդի նախագահը այս պահին առողջապահության նախարարությունը անկախ անձերից ամբողջ այս գործընթացը պատտվում է մեկ օղակի շուրջ, դա առողջապահության նախարարությունն է։ Ուստի փողը տալիս է առողջապահության նախարարությունը, փողը վերահսկում է առողջապահության նախարարությունը, թույլտվությունները եւ վերահսկողությունը առնչվում են առողջապահության նախարարության հետ։ Սա չի կարող լինել ասոցիացիաները եւ ՀԿ-ները, որոնք որ պետք է գտնվեն այդ խորհրդում, նորից ասոցիացիաների թույլտվությունը, որ համարվի առողջապահական ասոցիացիա, տալիս է արդեն բուժօրենքում այդ փոփոխությունն արել են առողջապահության նախարարությունը։ Այսինքն պատահական վերահսկողություն այնտեղ չի լինելու։ Այս շատ կարճ, իսկ ինչ վերաբերվում է առաջարկներին, նախ ֆիքսում եմ ես իմ մասնագիտական այսպես գնահատականով համակարգը այսօր պատրաստ չի։ Ինչու՞, որովհետև մեկնարկի համար գոնե մենք պետք է ունենայինք 3000 գործելակարգեր եւ չափորոշիչներ։ Հայաստանի Հանրապետությունում մաքսիմում 700-ն են կարողացել ստեղծել այս տարիների ընթացքում։ Այսինքն մենք վեճերի արբիտրաժի հետ կապված խնդիր ենք ունենալու այստեղ, որովհետև չունենք գործելակարգեր եւ չափորոշիչներ։ 1. Երկրորդը առաջնային օղակը պատրաստ չէ այս ծավալների սպասարկմանը։ Երրորդը մեր դեղերի քանակը, մեր դեղերի առաջարկը պատրաստ չէ։ Վերջի հանդիպմանը, երբ որ առողջապահության նախարարությանը նախարարին հարցրին ինչի պիլոտ չեք արել, շատ հետաքրքիր պատասխան տվեց, ասեց համարեք պետպատվերը, ՊԱԳ-ը դա մեծ պիլոտ։ Այսինքն, եթե մենք սա նայում ենք նույն ռակուրսով, ոնց որ պետական պատվերն ա եղել, որ տարվա սկզբից արդեն ավարտվում եք, համարեք, որ սա չսկսված տապալվելու է սա, մենք պատկերացնում ենք մեր առողջապահության կազմակերպիչները մեծ պետպատվեր, իսկ մեծ պետպատվերը դա ապահովագրություն չի։ Առաջարկս պետք է լիներ փոքր խմբերի առաջի փուլում ներգրավում, բոլոր ռիսկերի գնահատում, ճիշտ գույքագրում առողջապահական ռեսուրսների, ֆինանսական ռեսուրսների, լիցենզիաների, գործիքային կազմի, որակի եւ այլի, իդեպ ասեմ, որակի ցուցանիշները դեռ ոչ միտեղ ներդրված չի, բացի լաբորատորիաներից։ Այսինքն մենք մարդկանցից փող ենք վերցնում, բայց հələ որակի ցուցանիշներ չունենք այդ մարդուն առաջարկելու։ Պետք է լիներ փուլային, պետք է լինի փուլային, պետք է լինի թեթև անցումային, առաջի տարում դա լինի 400,000 ինչ-որ խմբի ներգրավվածությամբ, երկրորդ տարին 1 միլիոն, երրորդ տարին, իսկ մենք 1,600,000 բնակչի այս պահին ապահովագրելով, բավականին լուրջ խնդիր ենք, հարված ենք դնելու եւ վստահության հետ կապված եւ այլն։ Մարդը լսելու է, ասում եք մեդիաները շատ կարեւոր են, համաձայն եմ, բայց այսօր մեդիաները իրենք չեն կարողանում վստահություն ունենալ, որ իրենք իրենց լսողին
փոխանցեն այդ վստահությունը, որովհետև մեդիաներն էլ գիտեն, որ իրանք չեն կարող իրենց վստահորդին ասել դու վճարում ես, բայց գնալու ես, բայց քեզ ասելու են գրպանից ծախսել։ Եվ ամենակարևորը, մինչև 6 ամիս հերթագրում են դրել։ 6 ամիս հերթագրումը դա կատաստրոֆա է առողջապահական համակարգի բժշկագիտության առումով։ Ասում են հրատապ դեպքերը հանած։ Հիմա ուռուցքով հիվանդը առաջի փուլի քիմիոթերապիայից հետո պետք է գնա կոմպյուտերային տոմոգրաֆիա անցնի, որ անցնի երկրորդ փուլը։ 6 ամիս կարող է սպասել, դա հրատապ է, թե հրատապ չի։ Այսինքն, այս մարդը իր առողջապահական ծախսերը արդարացնելու համար գնալու է եւ մասնավոր բժշկական կենտրոնում նորից գրպանից ծախսը անելու, իր հետազոտությունն անելու համար եւ այստեղից բնակչության վստահությունը ի սկզբանե կորելու է ապահովագրական համակարգի համար։ Շնորհակալություն։ Ավարտում ենք։ Մի բան պետք է ճշտել, որպեսզի ապահովագրություն աշխատի, ինչպես է նաեւ բանկերը աշխատեն, հա, կազինոն աշխատի, պետք է ներդրողները, մտնողները համակարգի մեջ շատ լինեն։ Փոքր խմբի վրա դուք չեք կարող աշխատացնել։ Հասկանում եք, պետք է մուծողները շատ լինեն, որպեսզի օգտվողները քիչ լինեն։ Մուծողները քիչ են։ Հիմա մուծողները 300 չէ, դուք առաջարկում եք փոքր քանակությամբ մի փոքր խմբում անել, ինքը լրիվ չէր աշխատի։ Սկզբից պետպատվերը, ով որ այս պահին պետպատվեր էր անցնում էր վճարովի ապահովագրություն, դա պետք է հասկացանք։ Մեդիան ոչինչ չի կարող անել, երբ որ օրենքում սահմանված գործառույթները դեռ սահմանված չեն։ Ես ինքս փորձում եմ զանգ կատարել եւ փորձում ինֆորմացիա հավաքագրել։ Ես համաձայն չեմ, մեդիան անում է նաեւ այս, ինչ մենք հիմա նկարում ենք։ Ես ասում ամեն ինչ անում եմ, բայց մեդիան չի կարող անել այն, ինչը որ օրենքում նշված է, դուք չեք կարող այդ ինֆորմացիան հավաքագրել, պարզապես գոյություն չունի, այդ ինֆորմացիան չեն կարող մեզ տրամադրել։ Տեսեք, որպես այս ամեն ինչը չստացվի բյուջեի կատարման գործընթաց, առնվազն իմ առաջարկային է, որ 1 տարի ինքը հետաձգում ունենա կարգավորումները, որոնք որ օրենքում սահմանված են, գործառույթները կարգավորվեն, լինեն հասանելի տեղեկությունները եւ վերջի վերջո չխախտվեն մարդկանց իրավունքները։ Սա պետության շահերից է բխում, որովհետև արդեն օրենքի մոտ կանգնած մասնագետները, բիզնեսները մեծ վստահության պակաս են ունելու եւ դա ներդրումների անկում է բերելու։ Այսինքն նման ձևով օրենքների ընդունումը միայն պետության շահերից չի որ չի բխում, այլ քաղաքացիների շահերից չի որ բխում, պետության շահերից նույնպես չի բխում։ Ուստի առնվազն 1 տարի պետք է հետաձգել եւ ծառայությունների սպասարկման հետ կապված ես ամբողջովին համաձայն եմ։ Մենք պետք է հասկանանք այդ ծառայությունները կարողանալու ենք ստանանք թե չէ։ Եթե ծառայությունները հասանելի կլինեն, օրենքի բոլոր գործառույթները կիրառելի կլինեն, նոր օրենքի ուժի մեջ մտնի։ Վերջին, հա, ուզում եմ մի բառ ասեի, բայց երկու բառ դիաց։ Առաջին այն ինչ որ մենք հիմա անում ենք, ես այնքան ուրախ եմ, այնքան շնորհակալ եմ ձեզանից բոլորից, որ մենք տեղ ենք հասնում գոնե արդեն մի մասնիկ։ Եթե ամեն մի հերոստակայան նմանատիպ մի ժամ նվիրի, գործերը լավ կգնա, այս մեկ, երկրորդը կապված այդ փոքրիկ խմբերի շատ լավ բան ասեք 2000 թվին ընտանեկան բժիշկները եւ այլ գյուղերում, մարզերում։ Մենք ունեինք ծրագիր, ես մասնակցել եմ դրա մեջ, միկրո ինշուրանս, միկրո ապահովագրում։ Ինչն է ապահովագրում, գիտեք, բնակչության, գյուղական բնակչության դեղորայքը։ Իրանք հավաքում էին գումար, հետո եթե ինչ-որ մեկին դեղեր պետք, այդ հավաքածից դեղորայք էին առնում։ Չաշխատեց։ Ինչի, որտեղ իմ գործընկերը շատ ճիշտ ասում, քիչ էին։ Ապահովագրությունը սիրում է միլիոններ։ Եվ այն միլիոնները, երբ որ ռիսկը բաժանվում է, ամեն մեկին քիչ է հասնում։ Իսկ եթե 100,000-ը ամեն մեկին բարձր ասում։ Իմ խորը համոզմունքով հաշվի առնելով ինչ որ մինչև հիմա ասեցի, հիվանդը որ գալիս է մտնում է բժշկական հիմնարկ, բժշկական ծառայությունը պետք է ստանա անվճար, ոչ կա։ Շնորհակալություն։ Ես արձանագրեմ, բայց մեկ առողջապահության նախարարության գործընկերները վստահաբար լսելու են այս զրույցը եւ զղջալու են, որ այս հանդիպմանը ներկա չէին։ Իսկ հիմա լսենք արհեստական բանականությունը։ Լսենք։ Այո, կարող է արդյունավետ աշխատել, բայց միայն որոշ պայմաններով։ Հայաստանում առողջապահական ապահովագրությունը կաշխատի, եթե լինի պարտադիր եւ համընդհանուր ոչ կամավոր, պետությունը սուբսիդավորի սոցիալապես խոցելի խմբերին, վերահսկվի բուժ հաստատությունների գների ու որակի թափանցիկությունը, նվազի գրպանից վճարումների կախվածությունը։ Առանց համակարգային վերահսկողության եւ վստահության, այն կդառնա պարզապես ձևական վճար, ոչ թե իրական պաշտպանություն։ Արհեստական բանականությունը եւ քննարկումը նման էր, այո, եւ ամփոփենք առաջարկները այսօրվա լսված առաջարկները, ուրեմն սահմանել վճարը տոկոսով, այլ ոչ թե ֆիքսված գումարով,
Գյուղական համայնքներին սահմանել 30%, բայց այս դեպքում ինչի 30%-ը։ Այդ վճարին, որտի վճարեն, ասենք 5%-ը վճարեն, այդ 30%-ը վճարեն իրենք, 70%-ը վճարում է պետությունը, որտեղ գյուղատնտեսական անեն, այսինքն ֆերմեր են, այսպես ասենք։ Եվ ընտանիքների դեպ, ոչ թե մենակ իրանց, ընտանիքների։ 1 տարի հետաձգել գործառույթը, պարտադիր պահանջ, այո։ Այո, պարտադիր պահանջը 1 տարով հետաձգել։ Կրթել եւ աշխատել հասարակության հետ, որպեսզի սովորեցնենք, թե իրենց վճարածից իրենք ինչ են ստանում եւ դեմ չլինեն։ Բացառել կոռուպցիան, պատրաստել առաջնային օղակը եւ ունենալ խոշոր ներդրումներ եւ շատ ներդրողներ, որպեսզի այս համակարգն աշխատի։ Այսպիսին էին այսօրվա մեր առաջարկները եւ շատ հետաքրքիր։ Միայն մի բան, առողջ եղեք։ Առողջ եղեք։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։